Ողջույն սիրելի հետևորդներ, երբ կյանքը հարվածում է, երբ խնդիրները գալիս են մեկը մյուսի հետևից, երբ թվում է, թե մենակ ես, մարդու ներսում հնչում է մի հարց. ուր է Աստված։ Այսօր Աստված տալիս է շատ հստակ պատասխան, ոչ թե բացատրություն, այլ ներկայություն։ Այս խոսքերը կարդում ենք Եսայի մարգարեության 43-րդ գլխի սկզբնամասում։ Եվ սա այն հատվածներից է, որ կարող է փոխել մարդու ամբողջ ներքին վիճակը։ Արդ, այսպես է ասում Տերը Աստված, որ արարեց քեզ, Հակոբ և ստեղծեց քեզ Իսրայել։ Մի վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։ Եթե ջրերի միջոցով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի։ Եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի, որովհետև ես եմ Տերը քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը, Եգիպտոսն ու Եթովպիան, որպես փրկագին տվեցի քեզ համար, և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։ Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր ու ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ քո գլխի դիմաց, մի վախեցիր, որովհետև քեզ հետ եմ։ Արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։ Հյուսիսին կասեմ բեր և հարավին մի արգելիր։ Իմ որդիներին բերեք հեռավոր երկրից և իմ դուստրերին երկրի ծագերից, բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով, որովհետև իմ փառքով հաստատեցի նրան և ստեղծեցի և արարեցի նրան, ազատեցի կույր ժողովրդին, թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։ Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, և նրանց իշխանները պիտի հավաքվեն։ Ով պիտի պատմի այս կամ ով պիտի հայտարարի քեզ, թող բերեն իրենց վկաներին ու արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։ Եղեք ինձ վկաներ, ես էլ ձեզ վկա, ասում է Տերը Աստված։ Եվ իմ ծառան, որին ընտրեցի, որպեսզի իմանաք և հավատաք ինձ, և գիտակցեք, որ ես եմ։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո էլ ևս չի լինի։ Ես եմ Աստվածը, ինձնից բացի չկա մեկը, որ փրկություն տա։ Հայտնեցի և փրկեցի, նախատեցի, ու ձեր մեջ օտար Աստված չկար, դուք ինքներդ կարող եք դրան վկա լինել։ Ես եմ Տերը Աստված, ի սկզբանե և միշտ, և չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել։ Ինչ որ ասեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել։ Ամեն։ Աստված ասում է. մի վախեցիր, որովհետև ես քեզ փրկեցի, քեզ կոչեցի քո անունով, դու իմն ես։ Սա շատ անձնական խոսք է։ Աստված չի ասում ժողովուրդ, նա ասում է քեզ, սիրելի հավատավոր հետևորդ։ Աստված քեզ ճանաչում է անձամբ, նա գիտի քո անունը, քո պայքարը, քո ցավը։ Հիշիր ամեն օր, դու պատկանում ես Աստծուն։ Այս միտքը փոխում է ամբողջ ինքնագիտակցությունը։ Աստված չի ասում դժվարություններ չեն լինելու, նա ասում է եթե անցնես ջրերի միջով, ես քեզ հետ եմ։ Ուշադրություն դարձրու, ոչ թե եթե չանցնես, այլ երբ անցնես։ Կյանքում կլինեն դժվարություններ, փորձություններ, ցավեր, բայց դու միայնակ չես։ Երբ խնդիր կա, մի հարցրու միայն ինչու, փորձիր զգալ, Աստված քեզ հետ է այդ պահին։ Աստված շարունակում է. եթե կրակի միջով անցնես, չես այրվի։ Սա խորհրդանշում է կյանքի ամենածանր փորձությունները։ Աստված չի խոստանում հեշտ կյանք, բայց խոստանում է պաշտպանություն և ներկայություն։ Քո փորձությունները կարող են քեզ կոտրել կամ ձևավորել։ Աստծու հետ դրանք դառնում են աճի ճանապարհ։ Աստված ասում է մի շատ հուզիչ խոսք. դու թանկ ես իմ աչքում և պատվական։ Սա հակառակն այն ամենի, ինչ աշխարհը հաճախ ասում է։ Աշխարհը գնահատում է մարդուն ըստ հաջողության, դիրքի, ազդեցության, բայց Աստված ասում է. դու արժեքավոր ես, պարզապես այն պատճառով, որ դու իմն ես։ Մի որոշիր քո արժեքը մարդկանց կարծիքներով։ Քո իրական արժեքը գալիս է Աստծուց։ Աստված խոստանում է հավաքել իր ժողովրդին։ Սա ոչ միայն ֆիզիկական վերադարձի մասին է, այլ նաև
հոգսերի վերականգնման։ Աստված կարող է հավաքել նույնիսկ այն, ինչ քո կյանքում թվում է կորած։ Եթե կյանքում ունես կորցրած բաներ, հույսդ մի կորցրու։ Աստված կարող է վերականգնել։ Աստված ասում է. «Դուք իմ վկաներն եք»։ Սա մեծ կոչ է։ Քրիստոնյան պարզապես հավատացյալ չէ, նա նաև վկա է։ Քո կյանքը կարող է պատմել Աստծո մասին ավելի ուժեղ, քան խոսքերը։ Ապրիր այնպես, որ մարդիկ քո մեջ տեսնեն հավատք, խաղաղություն, վստահություն առ Աստված։ Աստված հայտարարում է. նա է միայն փրկիչը, սա մեզ բերում է վստահության հիմքին։ Երբ մենք փորձում ենք ամեն ինչ ինքներս լուծել, հոգնում ենք, բայց երբ վստահում ենք Աստծուն, գտնում ենք խաղաղություն։ Այս հատվածը մեզ տալիս է հզոր հիմք։ Աստված քեզ ճանաչում է անձամբ։ Դու միայնակ չես դժվարությունների մեջ։ Փորձությունները կարող են դառնալ աճի ճանապարհ։ Քո արժեքը գալիս է Աստծուց։ Աստված վերականգնում է կորածը։ Դու կոչված ես լինել նրա վկան։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր կյանքում կա վախ, լսիր այս խոսքը, մի վախեցիր։ Եթե կա մենակության զգացում, ես քեզ հետ եմ։ Եթե քեզ անարժեք ես զգում, հիշիր, դու թանկ ես Աստծո աչքում։ Եվ եթե թվում է, թե ամեն ինչ կորել է, Աստված դեռ գործում է քո կյանքում։ Այսօր ընդունիր այս խոսքը ոչ թե որպես պարզապես ընթերցում, այլ որպես անձնական ուղերձ Աստծուց քեզ եւ քայլիր առաջ հավատքով, իմանալով, որ դու միայնակ չես։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ տարածել այս տեսանյութը։